Աբովյան ջեմափողոցը 2 օրով դարձել էր բաց հարթակ վրձնանկարների ազատ պատկերասրահի։ Ամեն անկյունում բնության, քաղաքի կոլորիտին ներդաշնակ գույներ էին, նաև էթնոգույներ, որոնք վառ ու կենդանացնող էին դարձնում Ethnocolors երաժշտական խմբի կատարումները։ Մեր քաղաքը շատ է կիպինիկ, զատո ատքան շեմպիոններ ունին։ Արի Գյումրի նկարելու հրավերը ոչ միայն վրձնի հեղինակավոր վարպետներն էին սիրով ընդունել, նաև սկսնակ նկարիչները։ Փառատոնի մասնակցությունը տարիքային սահմանափակումներ չուներ։ Ջրաներկի ամենամյա միջազգային փառատոնն ամեն տարի 1 տասնյակից ավելի վարպետների ու հարյուրավոր հետևորդների է բերում Հայաստան։ Նրանք գալիս են վրձնելու, տպավորվելու Հայաստանի գույներով։ Առաջին անգամ եմ մասնակցում փառատոնին ու շատ եմ հավանել։ Գյումրիում ամեն ինչ շատ վառ ու գունավոր է, բնությունը, մարդիկ, շենքերը։ Ոչ միտեղ չեմ տեսել այսպիսի ճարտարապետություն։ Մեծ էներգիա եմ ստացել ձեր քաղաքից։ Գյումրիի գույները հաստատ ինձ հետ գրիմ կտանեմ։ Մենք վարպետության դասեր ենք անցկացրել, շփվել այլ նկարիչների հետ։ Կարծում եմ հաջորդ տարի եւս կգամ Հայաստան։ I am really excited about your festival. Առաջին անգամ ջրաներկի միջազգային փառատոնին մասնակցել եմ անցած տարի։ Շատ էի տպավորված Գյումրիով, նրա մշակույթով եւ ճարտարապետությամբ։ Դրա համար որոշեցի այս տարի եւս անպայման գալ։ Սովորաբար դիմանկարներ ու բնություն եմ նկարում, բայց այստեղ Գյումրին եմ պատկերել։ Իրանցի նկարիչ Նադիրը ջրաներկի արվեստում 27 տարվա փորձ ունի։ Իր հմտություններով ու գեղանկարչության գաղտնիքներով կիսվում է սկսնակ նկարիչների հետ, Սպահանում նաև դասավանդում է։ Ջրաներկի միջազգային փառատոնն իր համար եզակի հնարավորություններից է արվեստի միջոցով նոր ծանոթություններ հաստատելու։ First of all, I should mention it. Անցած տարվա փառատոնից հետո մինչ օրս Գյումրի արվեստի դպրոցների մի քանի աշակերտների հետ համացանցով շփվում եմ։ Նրանք իրենց աշխատանքներն են ուղարկում, ես գնահատում եմ, ուղղություն տալիս։ Տեսնում եմ, որ գյումրեցի երեխաները մեծ ապագա ունեն։ Աշխարհի ջրաներկի վարպետների մեծ ընտանիքի 14 նկարիչների հետ Հայաստանի գույներն էին պատկերում նաև տարբեր մարզերի արվեստի բուհերի ուսանողները, դպրոցների ու նկարչական կենտրոնների սաները։ Նկարել եմ Գյումրին, Գյումրու եկեղեցին, շենքերից հատված, նաև Տղամարդիկ ֆիլմից դրվագ է։ Ես այն եկեղեցին եմ նկարում, որ հետո որ ավարտեմ, տանեմ իրանց ցույց տամ։ Հիմա նայում եմ այն եկեղեցին, նկարում եմ ստե։ Նկարել եմ Գյումրի մի եկեղեցու հատված, որը պատուհանից նկարված է։ Մի շատ հետաքրքիր բան եմ նկատում մեր երեխան, մեր երիտասարդների մոտ, իրենք անգամ մոխրագույն կամ սև քարերը գույներով են ներկում, ինչը որ շատ երկար է խոսում, թե ինչպիսի սպասելիքներ եւ ինչ ակնկալիքներ ունեն իրենք կյանքի նկատմամբ, այսինքն մեր երիտասարդները ուզում են գույներ, ուզում են երջանկություն, ուզում են ժպիտ, ուզում են խաղաղություն։ Շատ կարևոր է հետևել նրանց, բացահայտել եւ հասկանալ, թե իրենց օգտագործած գույները որոնք են եւ ինչերի վրա են օգտագործում։ Բաց երկնքի ու ջերմ արևի տակ Գյումրիի ճարտարապետությունն ընդգծող հրաշալի տեսարաններ են բացվում։ Վրձնանկարներում քաղաքի համայնապատկերներն էին։ Հենց այսպես ու հանրաճանաչ արվեստագետների միջոցով Հայաստանի գույները մեր երկիրն է հանրահռչակում։ Այն աշխատանքները, որոնք որտեղ նկարվում են Հայաստանում, իրանք հետո տանում են եւ աշխարհի տարբեր երկրներում, տարբեր ցուցահանդեսներում ներկայացնում են։ Շարունակությունը կարելի ասել է փառատոնի, այսքանով սա չի ավարտվում, Հայաստանի ներկայացնելը փառատոնի ավարտից հետո նաև իրենց աշխատանքներն են խոսում Հայաստանի մասին, իրենց փոխարեն, որ մասնակցեցի, հասկացա, թե ինչքան մեծ գործ է, հայանպաստ գործ է արել, որ այսքան ամբողջ աշխարհին կենտրոնացրել է Գյումրիի վրա, Հայաստանի վրա։ Եվ կբարձրացնի մեր մշակույթը, ջրաներկի որակը կբարձրացնի հաստատ։ Ջրաներկի միջազգային փառատոնն ամփոփվեց ջրաներկի վարպետների միասնական մեծ աշխատանքով։ Աբովյան փողոցում հավաքված մարդկանց աչքի առաջ ծնվեցին մեծադիր կտավներ։ Լայնաֆորմատ գեղանկարներում Գյումրին էր իր զորավոր եկեղեցիներով ու քաղաքային ճարտարապետության յուրօրինակ շենքերով։
Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։